85 թե 86 թիվներ Պերեստրոյկայի ժամանակ Պրավդայում հոդված տպեց Հայաստանում կոռուպցիայի մասին։ Լավ շեմ, հոդվածում մի ակնարկել կար, որ MVD-ի ծառայողները, ՕԲԽ-ի աշխատողները, դատախազության աշխատողները ավտոները շատ հաճախ գրանցում են զոնքաժների անունով, բարեկամների անունով։ Այդ ժամանակ էր ոնց որ հիմա այդ գերատեսչությունների դեմը բազմաթիվ մեքենաներ են կանգնում, Պրավդայում հոդվածը լույս տեսավ, հաջորդ օր այդ գերատեսչությունների դիմացը մի հատ մեքենա չկար։ Պրավդայի հոդվածից վախեցան։ Այս նախագծի առաջին ընթերցման ժամանակ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների մոտ բարձրաձայնեցի։ Երևանում կա երկու տեղ, որտեղ իրավապահ համակարգը տոտալ ոտնահարում է օրենքը։ Քրեական ոստիկանություն, Երևանի քաղաքի վարչություն, Խանջյան փողոց, որտեղ երրորդ շարք են կանգնում, եւ Վազգեն Սարգսյան փողոցն է գլխավոր դատախազություն, որտեղ մեքենաները հազիվ այդ փողոցով անցնում են։ Այսօր էլի նույն իրավիճակն է, էլի չվախեցան, այն ժամանակ գոնե Պրավդայից վախենում են։ Եվ ուղղակի ուզում եի բարձրաձայնել, որ այս իրավիճակն է, երբ որ իրավապահ համակարգը, հիմա չեմ ուզում բոլոր ոստիկաններին վիրավորեմ, նեղացնեմ, հասկանում եմ մարդիկ եկել են աշխատանքի, բայց երբ որ իրենք ոտնահարում են, երբ որ տաքսու վարորդը տեսնում է, որ երրորդ շարք կարելի է կանգնել, ասում են լավ, ուղևոր պետք է վերցնեմ, հիմա 2 վայրկյան էլ երկրորդ շարք կանգնեմ, այսքանը։ Ես Տիկին Բաթյան ձեզ ձայն տալուց առաջ մի փոքր ռեպլիկով արձանագրեմ, շատ ճիշտ դիտարկում էր, որ մեր քննարկման ժամանակ հաջորդիվ ինձ տեղյակ պահեցին, որ նշած հասցեներից բոլոր մեքենաները անհետացել են։ Մի քանի ժամ է տվել իհարկե։ Բայց հետո 3 առաջ օրը ես զանգարել եմ գնդապետ Խուդինյանին եւ ասել եմ, որ հիմա Վազգեն Սարգսյանով անցնում են մեքենաները նորից ենթադրաբար մի մեքենան մեր փորձագետը նկատեց, որ դատախազի մեքենա է, դատախազության դիմացը էլի երրորդ շարք կանգնած էր։ Նկարել ենք մեքենայի բաները, կուղարկենք Խուդինյանին, բայց դա չի հարցը։ Եվ Խուդինյանը հավաստիացրեց, որ 5 րոպետո չի պետքա չլինի։ Չէ, պարոն Թորոսյան, Խուդինյանը հաստատ 5 րոպետո հեռացրեց այդ մեքենաները, բայց խնդիրը պետքա լուծեն տվյալ գերատեսչությունների ղեկավարները ամենախիտ ձևով։ Խոսքը վերաբերում է գլխավոր դատախազության եւ քրեական ոստիկանության։ Պարոն Մկրտչյան, քննադատություն ընդունեք, որ դա ընդունեք, բայց հիմա սա մենք ավելի լրջացնում ենք։ Հիմա եթե դուք բան ասեք, մենք պարեկների հետ մեկտեղ մենք էլ ենք շրջելու, արձանագրելու ենք, վերջ օրենք ունենք, որ ես ազգուշաբար ուրիշ ձևեի բաները դուրը չեկավ։ Մենք այդ բարը կիրառենք, այդ application-ը կա արդեն, որ լավ աշխատի, նկարում ենք ու ամենադաժան, որտեղ չգիտեմ խախտում անում են, թե չեն անում, բայց այդ հասցեները, որ ֆիքսվել է մեր նիստի ընթացքում, պետքա լինեն բաց, դեղ երկրորդ, երրորդ դիք չի կարող լինի։ Թող ղեկավարները ղեկավարեն իրենց օրինախախտ աշխատակիցներին։